Քաջարանում ամանորին նվիրված քաղաքային միջոցառումները գագաթնակետին հասան դեկտեմբերի 29-ին։ Սյունիքի մարզպետի մասնակցությամբ վաղ առավոտյան զոհված ազատամարտիկների պանթեոնում տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն։ Տոնական միջոցառումը շարունակվեց Քաջարանի համար 1 դպրոցում։ Այստեղ նախնական զինվորական պատրաստության դասասենյակին կից հանդիսավոր պայմաններում բացվեց գործնական պարապմունքների համար նախատեսված կաբինետը, ինչպես նաև ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող հրաձգարան։ Տարիներ շարունակ, ինչպես նաև ձեր բանաստեղծությունները ձեր ելույթները հնչեցին, մենք չենք ունեցել պետականություն, բայց մեր ոգին, մեր պայքարը միշտ է եղել։ Եվ մենք կարողացանք արդեն ավելի քան 20 տարի ձեր բերել մեր անկախությունը եւ դա մեզ հեշտությամբ չտրվեց, տրվեց մեծ գնով, մեծ արժեքներ մենք կորցրեցինք։ Եվ դրանք այն ծիլերն էին, այն արմատներն էին, որ մեր պետությունը պետք է զարգանա եւ հզորանա։ Ավերջ փառք մեր մարտիրոս ասած տղաներին։ Դպրոցի տնօրենը ի նշան երախտիքի պատվոգրեր ու շնորհակալագրեր էր պատրաստել կրթարանի բարերարների համար։ Եթե մենք հայ ենք, մենք զինվոր ենք, անկախ նրանից խաղաղորեր են, անկախ նրանից մեր ձեռքին գրիչ է, մեր ձեռքին գիրք է, թե խաչ է, մենք զինվոր ենք։ Շատ կարևոր է հիշելը, որովհետև եթե մենք հայ ենք, մենք ապրելու համար պետք է իսկապես հիշենք, մեր արժեքները արժևորելու համար իրապես պետք է հիշենք։ Սա հերնասիրական դասի փոքրիկ նմուշ էր, բայց պետք է ասեմ, որ զոհված ազատամարտիկների հիշատակը հարյուր պատշաճի մենք պահում ենք, ստեղծել ենք ալբոմ, մեր հայոց պատմության կաբինետը վերակոչվել է նրանց անունով, ոգեկոչման կաբինետ է, շատ գործեր են արված ոչ թե անելու համար, այլ դաստիարակելու, երեխային կրթելու, իրենք դա տեսնում են, իրապես մասնակիցն են դրա։ Այսօր տարին ամփոփվում է եւ նաեւ առիթ է այստեղ պատվարժան մարդիկ են, մեծարգո մարդիկ, ովքեր որ դպրոցի կողքին կանգնած են մշտապես եւ այս կաբինետը եւ մյուս կաբինետները, որի բացում ենք նախատեսել ենք այսօր անելու, մեր շնորհակալությունը իմ կողմից շնորհակալություն ուզում եմ հայտնել մարդկանց, ովքեր որ կանգնած են մեր կողքին, դպրոցի կողքին։ Պարգևատրման արարողությունը շարունակվեց Քաջարանի հանդիսությունների սրահում։ Զոհված ազատամարտիկների ընտանիքներն ու հայրենական մեծ պատերազմի վետերանները նվերներ ստացան, իսկ արցախյան ազատամարտի մասնակիցները պարգևատրվեցին հուշամեդալներով։ Վահե Հակոբյանն արժանացավ քաղաքապետի ոսկյա հուշամեդալի։ Հովանեսյանին Գևորգի Արսենի Ղարամանովին Լորան Էմիկի Հակոբյանին Ամբողջ աշխարհի թվացավարտի թե տարեգույն հավաքվել եւ ինչ-որ մի ձևաչափով միասին համախմբել, ճաշել, զրուցել եւ ամփոփել տարին եւ նոր ցանկությունների մասին խոսել եւ նոր ծրագրերի մասին խոսել։
Ես կարծում եմ, սա մի մեծ ընտանիք է, իպես Վահրամ Քաջարյանը, եւ այո, մենք մեր ընտանիքով բոլորս առաջին մեր քաղաքում գիտակցում ենք, որ պետք է դրանք եւ հայրական երեխան մեր նախնիների շիրների ունարմենք իշեն իրենց հանձի երկու տասնամյակից ավելա մեր տարիներ շարունակ ես ուտել մենք իսկապես պետականության համար շարվել ենք ոգևորված պայքարել եւ արդյունքները մենք տեսել ենք արդեն երկու տասնամյակ եւ կարծում եմ մեր պարտքն են ամենամեծագույնը ինչ որ մենք ձեռք ենք բերել ասφαλտով մենք կարող ենք պահպանել եւ ապահովել դա մեր այլ անգամ ձեռք բերված պետականությունն է անկախությունն է եւ յուրաքանչյուր հայ հատկապես ունի իմաստուն ապրող յուրաքանչյուր քաղաքացի դա պարտավոր է այդ գիտակցությամբ նաեւ ապահովել Օգտոբեր վարենտից ունեն շնորհավորել ամբողջ Սյունյաց աշխարհի ժողովրդի նոր տարին ցանկանալ Սյունիքի խաղաղ ու անամպ երկրին Սյունյաց ժողովուրդը իր լեռների նման կուռ, հպարտ, արարող, աշխատող ժողովուրդ։ Կուզենամ, որ ձեր յուրաքանչյուր օր, ձեր յուրաքանչյուր վայրկյան լինի միշտ ի նպաստ ի բարօրություն Սյունյաց աշխարհի եւ ամբողջ մեր Հայաստանի Հանրապետությանը։ Միջոցառման վերջում մասնակիցներն այցելեցին զինծառայողներին ու նվերներ ու քաղցրավենիք բաժանեցին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը որպես հանրապետության խոշորագույն արտադրական ընկերություն մշտապես եղել է ուշադրության կենտրոնում։ Ձեռնարկության ղեկավարությունը նաև այդ պատճառով արդեն ավանդաբար նոր տարվա նախաշեմին ամփոփում է ընկերության գործունեության արդյունքները։ Այս տարի եւս բացառություն չէր, սակայն ընկերության գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը հարկ համարեց ոչ միայն համեմատել այս եւ նախորդ տարվա ցուցանիշները։ Արդեն 16 տարի է ես աշխատում եմ գլխավոր տնօրեն։ Ավելի քան 4 տարի էլ աշխատել եմ գլխավոր ինժեներ, ընդհանուր աշխատանքային կեսագրությունից 42 տարի է, որից կեսը մոտ 21-ը, եթե գումարում եմ ամեսները վաննել, դարմա 50% աշխատել եմ գլխավոր ինժեներ և տնօրեն, այսինքն լուրջ պատասխանատու եմ ես, այն մարդկանց հարցը ում հետ մենք աշխատում ենք։ Ոչ միայն կոմբինատի, այլ նաև կոմբինատից դուրս մարդկանց, ովքեր որ իրենց ճակատագիրը ինչ-որ չափով կապել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ։ Դրա համար երկու կեյեմ ասելու համեմատության համար, որ ինքներդ իմանաք ու ինքներդ էլ դուք որոշեք գնահատական բակ։ Դա շատ կարևոր է ստում։ Ցանկացած քաղաքացի ցանկացած մարդ, եթե մի փոքր պատասխանատվություն ունի եւ ինչ որ մի պաշտոն ունի, որոշակի բելի ինչ որ իր սահմանների, իր անմատչան մեջ, կարծում եմ պարտավոր է հաշվետու լինել, գոնե եթե ոչ ուրիշի, ապա այն մարդկանց առջև, ովքեր որ որոշակի իրանց ճակատագիրը կապում են այդ կոլեկտիվի կամ այդ մարդու հետ։ Ընկերությունում չեն թաքցնում, որ մշտապես պայքարել են հանրապետության թիվ 1 հարկատուն լինելու տիտղոսի համար։ Մենք 13 թվականին շատ ծանր դժվար տարի էր մեզ համար, ինչ տեսակետից մենք ստիպված բնական է լինելով այս երկրի նաև կարևորագույն ձեռնարկություններից մեկը տնտեսական սուբյեկտներից մեկը բնական է մեզ համար նաև շատ կարևոր է երկրի բյուջեի կատարման ընթացքը մենք բավականին լուրջ վճարումներ ենք արել կարծում եմ դարձյալ մենք էլի առաջի հարկատուն կլնենք եթե ոչ ապա ամենաբան դեպքում երկրորդը իսկ տունը առաջինը կլնենք մոտ 40 միլիարդի մի քիչ պակաս Ինչ խոսք, համեմատական տվյալները մեղմ ասած տպավորիչ են։ Համեմատություն եմ անում 97 թվականի հետ, ուրեմն հանկարի ամուտի եղել է 3.800.000, 820.000 տոննա։ Մենք հասցրել ենք միասին ձեզ հետ բոլորի հետ միասին, եւ այն մարդկանց հետ, ովքեր որ կրկնում են
Հայաստանի տարբեր ուրիշ ձեռնարկություններով են աշխատում, նրանք են, և ինչու չէ նաև արտասահմանում կամ կազմակերպություններ, մարդիկ, ովքեր որ իսկապես այս գործին մեծ օգնություն ու ներդրում են ունեցել։ Ուրեմն մենք հասցրել ենք 19,470,000-ի 13 թվականին։ Այս մի երկու օր մնացել թվերը կարելի ասել 100%-անոց են։ Մարգաբացման աշխատանքները 209 եղել, այսինքն դրա աճը 510% մանի հանքաքարի հանույթի, այսինքն 5 անգամ ավելացել է։ Մարգաբացման աշխատանքները 209,000 դարել է 4,591,000, 2194%-ով աճ ենք ունեցել, կամ 21 անգամ։ Այսինքն դա շատ կարևոր է, այն ժամանակներում մենք բավականին տարիներ մարգաբացման աշխատանքներ չէինք անում։ Մասնագետները հատկապես շատ լավ գիտեն, որ այդ դեպքում նույնիսկ կարելի էր ծննդավայրը կորցնել, հավերժ կորցնել, այլևս չունենալ, եթե մի քիչ էլ շարունակներ, ծախսեր ենք հետագայում կմեծանային, վիճակ կստեղծվեր, որ արդեն իմաստ չէր ունենա, էֆեկտիվությունը շատ մեծ գումարներ կպահանջվեր, որպեսզի բերել հանքը մոտար մի քիչ մասնագիտականը չեն ուզում շատ ծանրաբեռներում դա։ Դա մենք շատ լավ հասկացանք և բերեցինք, դա ճշտեցինք։ Հիմա փառքն Աստծուն ենք ասել ենք շատ լավ մակարդակի, որ մեզ հնարավորություն է տալիս ամեն ձևով ազատ աշխատելու։ Մոլիբդենի խտանյութ թողարկումը ունեցել ենք 3262, հասցրել ենք 11283-ի, 346 անգամ տոկոսով ավելացրել ենք։ Ուրեմն, պղնձի խտանյութին է, սա ավելի շատ, 34,1856 ա եղել, հիմա 135,000 և սա և այո, այդ տոկոսներն էլ որ հաշվենք, սա շատ ավելի մեծ թիվ է։ Ուրեմն և բացի դա է, որ մենք հաշվենք, որ ես մի քիչ հետո կասեմ լավ 14 թվականին ինչ եք ունենալու, սա շատ ավելի բարձր թիվ է դառնում, շատ ավելի, ասենք չէ որ 387%, դա բարձր թիվ է։ Ուրեմն ապրանքային արտադրանքը մենք 11 միլիոնից հասցրել ենք 1 միլիոն, այսինքն 2557%-ով աճ ենք ունեցել, 2557%։ Աշխատողների թվականակը ունեցել ենք 1954, հիմա ունենք 3260, այսինքն 167%-ով, այսինքն կրկնակի, եթե 94 թվականին 1669 էր, կարող եք ասել, այսօր 3200 քանիսա, 98, ուրեմն հաշվեք, կրկնակի մենք աճ ենք ունեցել։ Միջին աշխատավարձը շատ կարևոր ցուցանիշ, որ մեր ամբողջ պայքարը դա է եղել, 46453-ից հասցրել ենք 407,000 միջին աշխատավարձը մեր կազմում է այդքան, որ ես պետք է անկեղծ ասեմ, արևմտյան ստանդարտների մեջ ամոթում կարելի ասել, ավելին հաշվի առնելով բազմաթիվ ուրիշ ֆակտորներ եւ այսօր նույնիսկ մեր միջին աշխատավարձը մեր մարզի կտրվածքով այնպիսի դեր եւ նշանակություն ունի, որ մեր մարզը մի փոքր ինֆորմացիա կա, եթե թվերի որոշակի ես անճշտություն թույլ տամ, ինձ կներեք ուղղակի հիշողությունս կարող բանանի, մեր միջին աշխատավարձը մարզի 243 էր, թե ինչքան, ότι տղաները այստեղ ավելի ճիշտ կերիտ եթե հիշում են հուշեն, իսկ հանրապետության ամենաբարձրը եղել է 150 մոտիկ, ես ասեմ դες, այսինքն մոտ մեկ ու քանի անգամ մեր մարզի, իսկ կոմբինատինը 2.5 անգամ բարձրա միջին հանրապետականից։ Ու այս բոլոր հաջողությունները նաև հիմնականում ձեռքաբերվել ներդրումների շնորհիվ։ Մենք ունեցել ենք 490 միլիոն զուտ դոլար, զուտ արտադրության մեջ ներդրում ենք արել 490 միլիոն դոլար։
Եվ ընդհանուրը 626, բայց թվի վրա կասկած ունեմ, ստեղ չի մտնում մեկ մասնավորությունից հետո երկու ուղղության պետական բյուջեին գումարներ ենք հատկացրել, մեր շահույթը բաժնետերերին չեք տվել, դա մեր առաջարկությամբ տվել եք բյուջեին պետությանը և ընդեր 12% էլ մենք տվել եք բոնուս պետությանը այդ ձեռնարկության բանի համար, որ տվել են, մասնավորեցրել են այդ կոլեկտիվին, ասենք այդ ընկերությանը, որը միասին կազմել է ավելի քան $70 միլիոն։ 13 թվականին 12-ի համեմատ էլի տենց բոլոր ուղղություններով, հատկապես պղնձի, գիտեք ես պղնձի արտադրությունը, այն որ մեր ասում են հեռուստատեսության երեկ լսած կլնեք վարչապետը, որ ասում են Համաբերդյան են գործարարների հետ հանդիպման ժամանակ մենք աճը ունեցել ենք հիմնականում արտադրության աշխատողների շնորհիվ, դա վերաբերում է հենց գերակշիռ մասը Զանգեզուրի կոմբինատի պղնձի արտադրությանը, ես ձեզ ասեմ, որովհետև պղնձի արտադրությունը մենք շատ այսօր պղնձի գները համեմատության մեջ շատ ավելի լավ են, նպաստավոր են, քան մոլիբդենինը, և մենք էլ արտահանումները բանը եթե, դա դեռ իրական չէ, մի քիչ իրական վերլուծության դեպքում շատ ավելի շատ է դառնում մեր լեռնահանքային ձեռնարկությունների արտահանումը, ինչու՞ չէ արտադրությունը և արտահանումն է, և ստե 23% է կազմում նախորդ տարվա համեմատ, մոլիբդենը 13%, սրանց վրա չեմ ուզում շատ բան անեք, ամենագլխավոր բանը, որ ուզում եմ ասել, մեր հաջողությունը 13 թվականին, ես անցածի մասն էի հանդատ ասում, 13 թվականի հաջողությունների համար արդեն ընդգծված ուզում եմ ասել, 13 թվականի ամենամեր գլխավոր հաջողությունը մի քանի ուղղությամբ եղել, որ նախ կարողացել է 13 թվականին 40%-ով մեր աշխատողների աշխատավարձը բարձրացնել։ Գոլեգաներին երբ որ հարցերի տալիս, թե արդյոք մենք ունենք մի բան, որ թողնում եք մնան մյուս տարվա համար։ Չէ, չենք ունեցել, ինչ որ նախատեսել եք, նույնիսկ ավելին մի բան էլ կարող է ինչ որ ուղղություններով առաջ եք անցել, եւ ստեղ ամենակարևորը, որ 13 թվականին մենք լավ նախադրյալներ ենք ստեղծել, ուրեմն շատ կարևոր խնդիր ունենք ընդհանրապես համազգային խնդիր եմ ես նշանակում, որ մենք ծավալներ ավելացնենք, բնական է, ծավալների հաշվին ավելացնենք շահույթ, ծավալների հաշվին ավելացնենք ուրիշ հարկատեսակների աճը, որպեսզի մենք կարողանանք եւ մարդկանց աշխատավարձները բարձրացնենք, եւ աշխատողների թվականը ավելացնենք, եւ ինչու՞ չէ բյուջեի այդ վճարելիքներն ու մնացած բաները, որ կարողանանք անենք։ Դա մոտորապես այս մեր նոր աղացի տեղադրման հետ է կապված, գործընթացը շատ լավ գնում է, ամեն ինչը իր հունոր, մենք հավանաբար տարվա երկրորդ կեսին դրա շահագործումը կունենանք, այդ շահագործման կհանձնենք եւ նաեւ դրա հետ կապված ջրի խնդիր, բոլորը երևի տեղյակ եք, որ ջրի խնդիրը լինում միշտ, ասենք մեր այդ խողովակաշարի հարցը փորձենք լուծել, որ եկող տարի այս ժամանակ մենք հստակ հպարտությամբ ասենք, որ եւս մի հզոր ու լավ գործ ենք արել։ Կարճ ես ասացի, բազմաթիվ այլ բաներ կա, մենք այդ ընթացքում արել ենք մեր աշխատողների ապահովագրությունը, նոր ապահովագրական ընկերությունը մեզ ընդառաջեց եւ շատ բան է։ Մենք ընդհանուր շահառուներ ունենք 2000, չէ, ապահովագրված են 5000 բանա, շահառուներ ունենք 10000։ Այսինքն 10000 մարդ ցանկացած դրանցից 5 միլիոն դրամի
բուժում կարող է ստանալ։ Եվ արդյունքներն էլ երևում են ճիշտ է կարող է բացասական բանով սկիզբը հայտ եկավ, բացվեց ստուգումներից, որ մենք նախկինում եթե մի քանի դար առաջ 70 միլիոն բյուլետենների, չգիտեմ 100 քանի միլիոն էի տալիս, միանգամից հետի բարձրացավ 300 միլիոն, այսինքն դա ինչ է նշանակում, որ մարդիկ արդեն ունենալով հնարավորություն գնում են ստուգման, գնում են բուժման, այսինքն գնում են բյուլետեն, գնում են ստուգման, էլի ոչ թե գնում են բաներ, իսկ դա մեր ամենամեծ կարծում եմ հաջողությունն է, երկու այդ ուղղությամբ մենք զոր հաջողություն ենք ունեցել, մեկը որ սրտի վիրահատությունները առաջի անգամ ենք 10 տարուց ավել երևի պայմանագրով նենց էի կարել արդեն որ ամբողջ մարզի տարածքում որ դա ընդհանրապես խնդիր չկա, նույնիսկ տնօրենը պարտադիր չէ տեղակ լինի, մարդիկ գնում էին, ուղղակի երևի վերցնում, գնում բուժում, գնում սիրտը վիրահատում, ու իհարկե սապահավորությունից հետո այդ բանը մի քիչ այլ բնույթ ստացավ եւ այսօր էլի արդյունքները երևում է ընդհանուր առումով մեր վերջին 20 տարիների աշխատանքը ոչ թե գերազանց, այլ երգերազանց կարելի է գնահատել։ Եվ սա բոլորիս հաջողություններն է, եւ սա բոլորի ձեռքբերումներն է, եւ սա բոլորի աշխատանքի արդյունքն է։ Ու դրա համար ես առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն ասել բոլորին եւ բոլոր այն մարդկանց իսկապես ովքեր որ մեր կոլեկտիվի հետ են։ Դա Չարենցավանում է, դա Գիրովականում է, դա Երևանում է, դա Կապանում է, դա Գորիսում է, դա Սիսիանում է, դա Մեղրի չկա։ Բոլոր այն կազմակերպություններին, այն մարդկանց, ովքեր որ թեկուզ մի փոքր անգամ մասնակցություն են ունեցել այդ գործին, իրանց հետ շնորհակալություն ասենք։ Մաքսիմ Հակոբյանը կարևորեց նաև գալիք տարվա արդյունքները եւ հույս հայտնեց, որ հաջորդ տարի էլ ավելի լավ արդյունքներ կարձանագրեն։ Մեր քաղաքում գործող ամեն կազմակերպություն յուրովի է պատրաստվում տոներին։ Կապանի ազատամարտ կոմիտեում ամանորի մոտենալը հատկանշվեց հերթական դրամական օգնությունը հատկացնելով։ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ 177 զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամներին տրամադրվեց 10,000 դրամ եւ ազգային վիճակախաղի շուրջ 2500 կտրոն։ Գումարը բաժանվում է զոհված ազատամարտիկների ընտանիքներին 10,000 դրամ։ Իհարկե, ովքեր որ հանրապետությունում են, հանրապետությունից դուրս գտնվող մարդկանց չի տրվում։ Եվ 92-94 թվականներին եւ 95 թվականից հետո բոլոր զոհերին, ովքեր որ մեր մոտ գրանցված կան, 95 թվականից հետո նաեւ ունենք 41 որոնք ստացել են 41 ազատամարտիկներ, որոնք ստացել են զոհված ազատամարտիկի կարգավիճակներ, նրանց էլ է տրվում այդ գումարները։ Օգնությունը բաժանելու գործընթացը սկսվել է դեկտեմբերի 27-ից եւ կշարունակվի այնքան, մինչեւ բոլորը կստանան իրենց բաժինը։ Սակայն սահմանված կարգի համաձայն գումարները կտրամադրվեն միայն ցուցակով նախատեսված անձանց, իսկ ընտանիքի այլ անդամները չեն կարող օգնությունը ստանալ նրանց փոխարեն։ Զոհվածի այրին է, ամուծամբ այրին պետք է ստանա, ասենք զոհվածի երեխան իրավունք չունի գալու այդ գումարը ստանալ, քանի որ այնտեղ նույն ձևի գրված է, որ ասենք Պողոս Պողոսյանը պետք է ստանա, դենց է։ Դա նույնն է, ոնց որ թոշակն է, ոնց որ աշխատավարձն է, ես չեմ կարա ձեր տեղը կամ ձեր աշխատավարձը ստանամ։ Փաստը մնում է փաստ։ 100-ից ավել արդեն զոհված ազատամարտիկի ընտանիքներ ստացել են։ Ասեմ ձեզ, որ մեր զոհված ազատամարտիկների ընտանիքներից անդամները, որոնք պետք է գան ստանան, կան մարդիկ, որոնք անկողնային հիվանդ են, ես ինքս, եթե իրենք չկարողանան գան, ես ինքս կգնամ իրենց տները եւ իրենց տանը կտամ։ Ինչևէ, ուրախալի է, որ գնահատանքի ու մշտական ուշադրության արժանի ընտանիքները չանտեսվեցին։ Այսօր Կապանում տեղակայված զորամասերից մեկում զինվորների առօրյան փոքր-ինչ տարբերվեց։ Ամանորյա տոների կապակցությամբ զորամասը այցելել Կապանի քաղաքապետարանի Արմենիա համույթը, իր երգացանքը նվիրելով հայրենաց պաշտպաներին։
Համույթի մենակատար Գագիկ Գրիգորյանը իր կատարումներով կարողացավ իրոք տոն պարգևել զինվորներին։ Յուրաքանչյուրից համար հայրենիքը սկսում է բանակից և ամենքից պարտքն է մշտապես լինել զինվորի կողքին։ Այս սկզբունքն է որդեգրել Կապանի քաղաքապետարանը, ամանորյա շնորհավորանքներն ու մաղթանքները հղելով հայոց բանակի զինծառայողներին։ Ուզում եմ Կապանի քաղաքապետի անունից շնորհավորել նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ցանկանալ բոլորիդ անվտանգ և անփորձանք ծառայություն։ Սիրելի զինվորներ, քաշ գիտակցեք, որ ձեր կարգապահ և լավ ծառայությունից է կախված ձեր քույրերի, ձեր մայրերի և ձեր ընտանիքների անվտանգությունը։ Ցանկանում եմ, որպեսզի 2014 թվականը մեր պետության, մեր հաղթանակած բանակի և մեր ժողովրդի համար բարեկեցության և նոր ձեռքբերումների տարի լինի։ Շնորհավոր գալիք 2014։